Նորից հայտարարում եմ արդեն, քանի հազար անգամ ասել են, Թուրքիան եւ Ամերիկան իրարից չեն բաժանվելու, մինչև 1000 միլիոն անգամ լսում եմ, որ շուտով ՆԱՏՕ-ն, Եվրոպան, Ամերիկան, Թուրքիային արդեն վերացնելու են, չի լինելու, հստակ ասում եմ, հա, միջազգային գլոբալ քաղաքականությունը կփոխվի, ուժերի, օրինակ ցիոնիստների եւ այլն տարբեր ուժերի քաղաքականությունը կփոխվի, Թուրքիային վարի կտան, բայց վարի կտան թուրք ժողովրդին, մեր նման հասարակ մարդկանց վարի կտան, այդ տարածքը վարի կտան, ոչ թե այդ վերնախավը, այդ վերնախավը իր գործը կկատարի, այսինքն դա այսօր օգտագործում են, ինչպես որ Ամերիկային են օգտագործում մինչ այդօր, այնպես չէ որ Ամերիկյան ժողովրդին մեկը հարցնում է, էս բան անենք, չանենք, Ամերիկյան ժողովրդին են վարի կտան, Ամերիկան պետությունն էլ կարող է վարի կտան, եթե պետք է, եթե ավելի մեծ շահ կա այստեղ, եթե այլևս իր գործը ավարտած է, եթե այլևս պետք չէ եւ կարող են վարի տան, կանեն, սակայն դա այսօրվա պայմաններով չի երևում, Թուրքիայի վարի տալն էլ չի երևում, դրա համար այսօր Թուրքիան եւ Ամերիկան իրար հետ շատ լավ հարաբերության մեջ են, ինչպես որ դուք ասացիք, անգամ Տրամպը այնպես չէ որ Բայդենի իշխանությունը Էրդողանի հետևում կանգնած է, իսկ Տրամպը ոչ, տեսնում եք որ սա արդեն Թուրքիայի հետ կապված, սա արդեն պետական քաղաքականություն է, իսկ Ամերիկան ունի այո Թուրքիայի նման միջայլոց խորքային պետություն եւ ունի պետական քաղաքականություն, պետական ստրատեգիա եւ այլն եւ դրանք անփոփոխ են։ Միայն այդ բանին հասնել այդ նպատակին հասնելու ճանապարհներն են փոխվում։ Այսօր ճանապարհն են փոխված, այո, մոդեցումը, տակտիկան եւ այլն դա է փոխված։ Թե չէ նպատակը նույնն է, իսկ տեսնում ենք որ Տրամպի այդ խոսքից Թուրքիայի հետ կապված այդ ճանապարհը չի փոխված։ Թուրքիան ոնց որ գար Բայդենի իշխանության ժամանակ, այսօր գանույնը Տրամպի իշխանության ժամանակ եւ Տրամպը առաջի օրերին հայտարարել էր, որ այս տարածաշրջանում Թուրքիան է մեծ աղբերը, Թուրքիան է տոնդվողը։